Ողջույն, ասում են ախորժակը ուտելիս է բացվում, բայց մեր դառ իրականության մեջ իշխանության ախորժակը բացվեց այն ժամանակ, երբ նա անպատիժ առանց խեղդվելու մարսեց այն ողբերգությունները, որ բերեց մեր գլխին։ 2021 թվականի քարոզարշավին նա բեմ բարձրացավ ու ներողություն խնդրեց պատերազմի զոհերի ու գերիների համար։ Հայ ազգը նրան չներեց ու չի ներում մինչև հիմա և սրանից հետո էլ։ Ցավոք չներողները նստեցին տանը, իսկ նրան ներած շուրջ 700,000-ը գնաց ընտրատեղամաս ու ներեց քվեաթերթիկով։ 2021-ից հետո նա էլ ավելի վատ բաներ արեց ու մարսեց։ Ամեն անգամ մի թրքասիրություն արել է սեփական կամքով, դրսի ցուցումով, պահանջով, կոմպրոմատով թե այլ ձևով ու ասել է. եթե դեմ եք, հեղափոխություն արեք, եթե չեք անում, ուրեմն համաձայնեք։ Այս արհավիրքի ժամանակագրությունը հիշում եք, ժողովուրդ ջան։ Եկեք մի պահ ևս սթափ նայենք։ 5000 լուսավոր տղերքի զոհ տվեց, մի հատ չոր կներեք ասաց ու մարսեց։ Արցախը հանձնեց թշնամուն, հայաթափեց լված ձեռքերը ու մարսեց։ Հայաստանից հանձնեց 200 քառակուսի կիլոմետրից ավելի տարածք ու մարսեց։ Ամեն հանձման հետ միասին բերել է հարձակումներ, զոհեր, անհետ կորածներ, վիրավորներ ու մարսել է։ Ասաց գերիները կներեն մեզ Բաքվի բանտերում մի երկու ամիս մնալու համար, մինչև հիմա գերի ունենք, ու մարսել է։ Բերեց բռնագաղթ ու հայրենազրկում ու մարսեց։ Անկլավների անվան տակ երկրի տարածքները զիջեց ու մարսեց։ Ցեղասպանությունը ուրացավ ու մարսեց։ Փաստացի այսօր այն այլևս Հայաստանի Հանրապետության օրակարգում չկա։ Ասում են ինչ իրավունք ունի ցեղասպանության թանգարանի տնօրենը օտարերկրահյուրին Արցախի մասին գիրք նվիրի, բայց ցեղասպանության թանգարանը հո Չիպոլինոյի արկածները չէր նվիրելու։ Ոչ մի խոստում չկատարեց ու մարսեց։ Ժողովրդին ասաց հարիվեք 10,000 դրամ տամ չեք կարողանա ծախսել ու մարսեց։ Բյուջեն մսխեց, մարսեց, 8 միլիարդ դոլար պարտ կուտակեց ու մարսեց։ Մի քանի 100 միլիոն դոլար պարգևավճար բաժանեց իրենց մեջ ու մարսեց։ Ձեզ ասաց թամբալեք, մարսեց, ասաց համբալեք, մարսեց։ Երբ Պավինյանի հայրը ասում է համբալեք ու նա մնում է դեռ այդ պաշտոնին, ուրեմն Նիկոլն է ասել։ Ու հիմա նա ուզում է այս ընտրություններով հնարավորություն տակ ևս մեկ անգամ մարսել այն ահռելի աղետը, որ բերել է պետության ու ժողովրդի գլխին, եւ նրանք, որ դեռ բերելու է։ Եթե այս մարդը նորից ընտրվի, էլ ինչ աղետներ է բերելու ժողովուրդ մեր գլխին։ Էլ ինչն ենք պատրած թողնելու, որ մարսի։ Եթե այսօր Արցախի մասին գիրքն է համարում սադրիչ, ուրեմն մի օր վառելու են Արցախի ցեղասպանության մասին գրքերը, ում տանը գտնեն բանտարկելու են, եթե այսպես գնա։ Վաղը սադրիչ է համարելու հայկական ամեն ինչ։ Հայ եք, ուրեմն արդեն սադրիչ եք։ Հանձնարարականը այդպիսին է։ Եկեղեցու դեմ պայքարում է Արցախ բառ ասելու համար, ուրեմն եկեղեցիներին վաղը վախենամ սպառնալու են նույն ճակատագիրը, ինչ որ Արցախի, Ադրբեջանի հայկական եկեղեցիներին։ Եթե սրանց օգնությամբ Շուշիի Սուրբ Ղազանչեցոցի խաչը հանեցին, վաղը նույնը չի սպառնալու Մայրաթոռին։ 5000 հուշարձան հանձնողին ինչ է խանգարում 25000 հուշարձան էլ հանձնել Հայաստանից։ 5000 զոհ տվածին ինչ է խանգարում, որ 20,000-ին էլ զոհ տա։ Մարդը, որ մարսել է Արցախի կորուստն ու պետության քանդումը, չի խղճալու ոչ ձեզ, ոչ ձեր երեխաներին։ Վաղը ընտրվեց, մարսելու է նաև Հայաստանը ադրբեջանցիներով վերաբնակեցնելը, Հայաստանն արևմտյան Ադրբեջան դարձնելը, որը սպառնում է մեր երկրին։ Հայաստանի լիքը բնակավայրերում բնակվել են ադրբեջանցիներ մինչ անկախությունը։ Եթե Փաշինյանն ընտրվեց, նշանակում է վաղը ռեմոնտ եք անելու ձեր տները ու կոկիկ սիրուն հանձնեք ադրբեջանցիներին, ինչպես որ դա արեցին Աղավնոյի, Սուսի բնակիչները, որովհետև սրա քաղաքականությունը հենց դրա մասին է, ադրբեջանցիների բերել Հայաստան։ Եթե նա մարսի իր արածները, հենց դա է մեզ սպասում։ Որովհետև Փաշինյանն այլևս արևմտյան Ադրբեջան թեզի կրողն է։ Հենց ընտրվեց, փոխելու է սահմանադրությունը։ Այս ամենը պատրաստ եք ներել։ Ադրբեջանցիների գալը ներել, Հայաստանը միջանցք դարձնելը ներել, եկեղեցու քանդումը ներել, հավատը փոխելը ներել։
Սա եթե նախընտրական քարոզարշավի է գնում, այսքան հանդուգն, բա վաղը որ ընտրվեց, ինչ կանի, հիմնավորելով ձեր տված մանդատը։ Ժողովուրդ ջան, այս ամենի հետևում վստահաբար պայմանավորվածություններն են, բանավոր ու գրավոր համաձայնություններն են։ Պատկերացրեք թուրքերն ու ադրբեջանցիները որքան վստահ են իրենց պլանների մեջ, որ ընտրություններից առաջ այսքան բաց են խաղում։ Ընտրություններից առաջ նրանց ցուցումով, հանձնարարականով, պարտադրանքով, գուցե սեփական համոզմամբ Փաշինյանը հարձակվում է եկեղեցու վրա, իմանալով, որ իրենից փախչելու է հայ ընտրողը։ Սա ամեն ինչ անում է մեր թշնամիների շահերով եւ ուրեմն նաեւ ցուցումներով։ Նիկոլ Փաշինյանն ասում է. Ադրբեջանի հետ խաղաղություն է այլևս, բայց հիմա ինքն է պատերազմում հայ ժողովրդի դեմ։ Այսօր կարդացի Լեմկինի անվան ցեղասպանության կանխարգելման միջազգային ինստիտուտը կոչ է անում Ադրբեջանի կառավարությանը դադարեցնել հայերի դեմ իր անմարդկային հռետորաբանությունը։ Լեմկինի ինստիտուտը պետք է Ալիևից առաջ այդ կոչը Փաշինյանին հղի։ Կարճ ասած, 2018 թվականին Նիկոլ Փաշինյանի հետևից գնացած որևէ մեկը կմտածեր, որ այստեղ ենք հասնելու։ Հիշում եք ժողովուրդ ձեր խոսույթը, տեսնենք լավ չի աշխատում, էլի հեղափոխություն կանենք։ Միատարել ենք, հականենք, ոնց բերել ենք, նենց կհանենք։ Տեսել եք, որ ոչ միայն լավ չի աշխատում, այլ աշխատում է թշնամու օգտին, թշնամու անունից։ Բերել եք, հանեք։ Ոնց բերել եք, հիմա արդեն այդպես անելու կարիք չկա։ 2020-2024 թվականների շարժումների ժամանակ կար, հիմա չկա այդ կարիքը։ 3 ամսից էլ պակաս ժամանակ է մնացել ընտրություններին, ուրեմն հանեք ընտրատեղամաս գնալով։ Բաժանվեք Նիկոլից, ժողովուրդ։ Դուք այն ազգն եք, որի հետ այսպես պետք է վարվեր։ Իրեն վստահածներին եմ ասում, խաբվածներին եմ ասում, հիասթափվածներին եմ ասում։ Տանը չնստեք։ Փաշինյանի, Էրդողանի, Ալիևի, Սաֆարովների պատասխանը պետք է տաք ընտրատեղամասում։ Այլապես վաղը մենք ենք մնալու անհայրենիք, իսկ նա հերթական անգամ ամեն ինչ մարսելու է։